Պարոն Հարությունյան, ինչպես եք վերաբերվում իրադարձություններին, այնինչ կատարվում է եկեղեցու շուրջ։ Օրինակ, մենք նախորդ կիրակի տեսանք, թե ինչպես էին, հիմնականում Հովանավանքում հավաքված էին իշխանության ներկայացուցիչները, նրանց հարազատները, բարեկամները, Մենք այնտեղ ներկա ենք եղել ու զրույցներից այդպես էր պարզ դառնում։ Անգամ շատերը կային։ Գյուղի ժողովուրդը չկա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։ Հիմնականում տեսեք, շատ վատ է վերաբերվում այս ամենը, որովհետև պատարագի մասնակցություն դարձնում են, ասենք, եկել իշխանության ներկայացուցիչ չէ, եկել են Հայաստանի Հանրապետության հավատացյալ քաղաքացիները, որոնք մասնակցում են պատարագին, չեն դեր պատարագին մասնակցություն դարձնում են, պես մնակ միայն չգիտեմ ինչ, ասենք, մյուս եկեղեցիներն որ պատարագ է տարում, բան ենք անում, մենք դարձնում ենք իրար մեծ սենսացիա։ Չէ, շատ ավելի լավ է, շատ ուրախ է, որ մարդիկ գնում են պատարագի, շատ ուրախ է, որ մարդիկ հաղորդակցում են Աստծու հետ, աղոթում են, որտեղ մենք շատ մի քիչ հեռացել ենք այդ ամեն ինչից ու ժամանակն է, որ նորից վերադառնանք գանք դեպի մեր հավատքը, մեր կրոնը, մեր առաքելական Սուրբ Եկեղեցի։ Հիմա այս մեղադրանքներում, պարոն Հարությունյան, այս ամենը գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը այսպես մեծ աղմուկ է անդադ բարձրացնում եկեղեցու շուրջ ու անգամ կեղծ պատարակներ է, շոուներ են բեմադրվում, որոնք ոչ կարգալույծ եղած քահանաների կողմից են ներկայացվում։ Դա ես չեմ անվանում, եկեղեցական կանոնագիրքն է ասում, որ քահանան կարգալույծ եղած չի կարող որևէ ծես իրականացնել։ Չի կարելի որևէ պատարակ, որևէ աղոթք առ Աստված համարել կեղծ։ Իսկ կարելի է քահանային, ով կարգալույծ է եղած, ասել արի պատարակի մասնակցի, անգամ նույն քահանան, կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը կողպել է դուրը ու չէ կարողանում մյուս քահանաները այնտեղ մտնել։ Հարցը թե կարգալույծ կանոնակարգով կարգալույծ է արտաստ չի արված, ով է արել կարգալույծ քահանան չի ընդունում իր կարգալույծ լինելը քահանան համարում։ Օծուն ընդունում է նույն կաթողիկոսի կողմից օծուն ընդունում է կարգալույծ լինելը, ոչ դա ոնց է ստացվում։ Քահանան գիտի որ օծում է եղել է այս կանոնակարգի, իսկ կարգալույծանը եղել է ոչ կանոնակարգով։ Մենք անգամ այդ օրը կանոնը դրանում են ինքը համարում է, որ ինքը քահանա է, մենք էլ գնում ենք պատարագներին։ Շատ ուրախ եմ հորդորում եմ բոլորին մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մասնակցեն պատարագներին։ Անցած անգամ էլ հորդորեցիք, բայց մենք տեսանք Հովանավանքում։ Լավ չունի Հովանավանքում, մեր Գյումրի 7-2 դա ամենապրոստը։ Իսկ դուք տեսաք, որ քաղաքացին, որ փորձում էր տարբեր կարծիք հայտնել, բերանը փակած փորձում են։ Նույն քաղաքացին է եկել էր իր։ Բայց ինչու են ուժանքները։ Քաղաքացին իր կարծիքը հայտնել է, խնդիր չի ունեցել, այդ քաղաքացին որպես այդպեսին, եւ այդ պատարագը չի կարելի խանգարել։